Բարև ձեզ, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն իր ամփոփիչ ասուլիսի ժամանակ արդարացրել է պաշտոնյաներին եւ նաեւ իրեն պարգևավճար տալը եւ նշել է, որ պաշտոնյաների աշխատավարձերը վերջին տարիներին չեն բարձրացվել, բայց դա այդպես չէ։ Պաշտոնյաների աշխատավարձերը առնվազն 1 անգամ օրենքով բարձրացվել են։ Կառավարությունը դեկտեմբերին միլիարդավոր դրամներ է ծախսել պետական պաշտոնյաներին պարգևավճարներ բաժանելու համար։ Վահե Հովհաննիսյանն էլ ասում է, որ դրանով փորձում են լուծել որակյալ կադրեր ներգրավելու հարցը։ Պետական պաշտոնյաների աշխատավարձը մեծ հաշվով վերջի 5-6 տարիներին չի փոխվել։ Պետական պաշտոնյաների աշխատավարձերը ենթարկվում են բարդ հաշվարկի, բայց պարզ կներկայացնենք հենց Վահե Հովհաննիսյանի օրինակով։ Նախարարի դեպքում աշխատավարձը հաշվարկվում է պետական բազային կոչվող աշխատավարձի եւ ամեն նախարարի կամ այլ պաշտոնյաների համար նշված գործակցի արտադրյալով։ Վահե Հովհաննիսյանի դեպքում կամ առհասարակ նախարարների դեպքում այդ գործակիցը 12 է։ Մինչև 2023 թվականը այդ բազային կոչվող աշխատավարձը 66140 դրամ էր, եթե այն բազմապատկենք 12-ով կստացվի 793680 դրամ, այսինքն նախարարները մոտավորապես 800,000 դրամ աշխատավարձ էին ստանում կամ պետք է ստանային ամսական։ Բայց 2023 թվականի բյուջեով այդ բազային աշխատավարձը բարձրացվեց եւ դարձվեց 83200 դրամ եւ նախարարի աշխատավարձն էլ համապատասխանաբար դարձավ 998400 դրամ կամ կլորացնենք 1 միլիոն դրամ։ Սա պետական պաշտոնյաների աշխատավարձերի 25% բարձրացում է, որ եղել է 2023 թվականին եւ Վահե Հովհաննիսյանի նշած 5-6 տարվա մեջ է մտնում։ Վահե Հովհաննիսյանը այս բարձրացման մասին վստահաբար պետք է իմանար, որովհետեւ 2022 թվականի վերջից դեկտեմբերից նա է զբաղեցնում ֆինանսների նախարարի պաշտոնը։ Սա պաշտոնյաների աշխատավարձերի պաշտոնական օրենքով սահմանված բարձրացում էր եւ եթե ուշադրություն դարձրիք, ես նշում եի, որ աշխատավարձերը պետք է լինեին այսքան կամ այնքան։ Օրինակ 2023 թվականից առաջ 800,000 դրամ եւ 2023 թվականից սկսած 1 միլիոն դրամ նախարարների դեպքում։ Բայց իրականությունը այլ է։ Պատճառն այն է, որ 2019 թվականին Նիկոլ Փաշինյանի գաղտնի հրահանգով կառավարության անդամների աշխատավարձերը 1.5-ից 2 անգամ բարձրացվել են եւ դա արձանագրել է հետքլրատվականը։ Լրատվականին արձագանքել են կառավարությունից, նշել են, որ դա արվել է գաղտնի ընթացակարգով եւ մանրամասնելու ոչինչ չունեն։ Այդ մանրամասները հայտնի են դարձել միայն ամիսներ անց, երբ նախարարները եւ այլ պաշտոնյաներ սկսել են ներկայացնել իրենց եկամուտների եւ ունեցվածքի մասին հայտարարագրերը։ Բայց Վահե Հովհաննիսյանի մասով հասանելի են առնվազն 2023 եւ 2024 թվականների հայտարարագրերը, որոնցից երևում է, որ նախարարը ստացել է առնվազն 1.5 անգամ ավելի, քան պետք է ստանար օրենքով։ Եվ երրորդը Նիկոլ Փաշինյանը եւ կառավարության այլ անդամներ պնդում են, որ օրինակ թոշակները բարձրացվել են, որովհետեւ հիմա թոշակառուները կարողանում են օգտվել առցանց առևտրից եկող քեշբեքներից եւ այս տարվանից մեկնարկած նաեւ առողջապահության ապահովագրությունից։ Եվ մենք թոշակառու տատիկներին ոչ թե 10,000, 100,000, 200,000, 500,000, 1 միլիոն դրամով ենք բարձրացրել Տիկին Ավանեսյան։ Առողջության ապահովագրության մասով։ Քանի որ պաշտոնյաները ստանում են 200,000 դրամից ավելի աշխատավարձ, այս տարվանից նրանք նույնպես օգտվում են եւ քեշբեքից եւ առողջապահության ապահովագրությունից։ Եթե Վահե Հովհաննիսյանը սա չի համարում աշխատավարձի բարձրացում, ապա հակասության մեջ է մտնում Նիկոլ Փաշինյանի հետ։ Իդեպ Նիկոլ Փաշինյանն ազգային ժողովում իր ունեցած ելույթի ժամանակ նշել է, որ իրենց բաժանած 3 միլիարդ պարգևավճարը չնչին մասն է իրենց վերադարձրած թալանի։ Այո, թալանացը ձեզանից հավաքել ենք եւ բաշխել ենք թալանացի 0.00 թալանացից հավաքածի 0.000.1%-ը հավաքել ենք եւ բաշխել ենք, ուժեղացրել ենք, ներդրել ենք մեր պետական ապարատի վրա։ Եթե հետադարձ հաշվարկ անենք, կստացվի, որ Փաշինյանի կառավարությունը 3 կվադրիլիոն դրամի կամ 8 տրիլիոն դոլարի թալան է վերադարձրել, ընդամենը 1 տրիլիոն դոլարով ավելի, քան ԱՄՆ բյուջեն։ Մեզ այս թիվը փոքր-ինչ ուռճացված է թվում եւ մենք կհամարենք, որ Նիկոլ Փաշինյանն ուղղակի չափազանցնում է։ Իսկ վերջում, ինչպես խոստացել էինք, կներկայացնենք նաև առհասարակ պաշտոնյաների ստացած աշխատավարձերի չափերը, դրանք կներկայացնենք 2024 թվականի տվյալներով, քանի որ 25 թվականի եկամուտների եւ ունեցվածքի հայտարարագրերը դեռ չեն հրապարակված, դրանք կներկայացնենք եւ հայտարարագրերով եւ 2024 թվականի համար գործած գործակիցներով, այսինքն հաշվարկելով, թե որքան կլիներ պաշտոնյաների աշխատավարձերը ըստ օրենքի։
Ինչպես տեսնում եք գրաֆիկից, առհասարակ պետական պաշտոնյաներից ամենաբարձր աշխատավարձը պետք է ստանա հանրապետության նախագահը, նրա համար գործակիցը 20 է եւ նրա տարեկան աշխատավարձը պետք է լինի 20 միլիոն դրամ, սա կլորացված։ Բայց նախագահը ստացել է 17.2 միլիոն դրամ։ Նիկոլ Փաշինյանի կամ վարչապետի աշխատավարձը պետք է լինի 19 միլիոն դրամ, որովհետեւ նրա գործակիցն էլ 19 է, բայց նա ստացել է 17.1 միլիոն դրամ տարվա ընթացքում։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը օրինակ պետք է ստանային 15.5 միլիոն դրամ ամբողջ տարվա ընթացքում, նրանցից իրականում Մհեր Գրիգորյանը ստացել է 24.3 միլիոն դրամ, իսկ Արմեն Գրիգորյանը 23 միլիոն դրամ, այսինքն մոտ 1.5 անգամ ավելի, քան օրենքով նախատեսված է։ Եվ վերջապես հասանք նախարարներին, ինչպես նշեցինք, նրանց համար գործակիցը 12 է, նույն 12 գործակիցն է նաև ազգային անվտանգության ծառայության ղեկավարի, ոստիկանության ղեկավարի, այսպիսի ծառայությունների ղեկավարների աշխատավարձերը պետք է նույն 12 գործակցով բազմապատկվեն։ Որպես օրինակ վերցրել ենք Սուրեն Պապիկյանի աշխատավարձը, նա ըստ այդմ պետք է ստանար մոտ 12 միլիոն դրամ, ստացել է 21.2 միլիոն դրամ։ Եվ որպես մյուս օրինակ վերցրել ենք ազգային անվտանգության ծառայության ղեկավարի Արմեն Աբազյանի աշխատավարձը, նա նույնպես պետք է ստանար 12 միլիոն դրամ, սակայն ստացել է 36.9 միլիոն դրամ։ Սա յուրահատուկ դեպք է, որովհետև ազգային անվտանգության ծառայությունից Արմեն Աբազյանը մի քանի ուղղություններով է ստացել, այդ թվում որպես կենսաթոշակ։ Վերադառնալով Վահե Հովհաննիսյանի պնդմանը պետք է նշենք, որ նախարարի ասած վերջին 5-6 տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ օրենքով պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացվել են 25%-ով։ Իսկ դուք որոշեք նախարարի ասածը փաստ է թե փուստ։